Ինչպես կառուցել կարկասային տուն հիպոթեկով և վերադարձնել եկամտահարկը։ Ողջույն բոլորին։ Նախորդ վիդեոների ընթացքում մենք խոսում ենք կարկասային տների տեխնոլոգիաների, նյութերի, գնագոյացության և շատ այլ կարևոր թեմաների մասին։ Շարունակելով այդ թեման, այսօր պետք է խոսենք, թե ինչպես կառուցել կարկասային տունը հիպոթեկով ու վերադարձնել եկամտային հարկը։ Շատերի մոտ տպավորություն է, որ կարկասային տունը Իրանից ներկայացնում է ինչ-որ ժամանակավոր լուծում և ոչ մի ձև, ոչ պետությունը, ոչ բանկերը չեն ուզում ֆինանսավորել այդ process-ը։ Այսօր մենք կկոտրենք այդ կարծրատիպը։ Իսկ կարում ենք խոսքի մի տարով ապարիկ ձևակերպենք։ Անպայման դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, որովհետև վերջում կպատմեմ, թե ինչպես խնայել շատ մեծ ժամանակ և ամենակարևորը՝ մեծ գումար։ Մենք տուն կրաֆտում զբաղվում ենք կարկասային տների շինարարությամբ, դուք արդեն դա լավ գիտեք։ Եվ առավելություններից մեկը, որ մենք օգտագործում ենք կարկասի մեջ, մետաղ, որը տալիս է հստակ երկրաչափություն, պահում է սեյսմիկ նորմերը և բանկերի համար համարվում է լիարժեք հիմնական բնակելի կառույց։ Բայց այստեղ էլ կան նյուանսներ, որի մասին հիմա կխոսենք։ Առաջին քայլը միանշանակ հողամասն է։ Պետք է իմանալ, որտեղ է հողը, ինչ նշանակություն ունի, ինչ գրունտ ունի, ինչ սեյսմիկ նորմեր պետք է այնտեղ ապահովել, ինչ ջերմամեկուսություն կիրառել եւ այլն։ Այստեղ ըստ նպատակից ճանապարհը թեքվում է երկու ուղղությամբ։ Առաջինը, եթե չենք ուզում ստանալ շինարարության թույլատրություն, այդ պարագայում հիպոթեկային վարկից օգտվելը կլինի անհնար։ Այս տարբերակը հիմնականում օգտագործում են մարդիկ, ովքեր ունեն հողամաս եւ ուզում են այնտեղ ներդրումային ծրագիր իրականացնել, օրինակ սարքել մի քանի տնակ եւ որպես հանգստյան գոտի օգտագործել։ Այս պարագայում մեզ պետք է պարզապես էսքիզային նախագիծ, որի հիման վրա ստանում ենք համաձայնեցում համայնքից եւ տեղադրում ենք այդ տնակները ու սկսում ենք փող աշխատել։ Եթե այդ թեման ձեզ հետաքրքիր է, ապա գրեք մեկնաբանություններում եւ մենք հաջորդ վիդեոների ընթացքում ավելի մանրամասն կանդրադառնանք այդ թեմային։ Շարունակելով այսօրվա թեման, մենք միանշանակ պետք է ստանանք շինթույլտվություն։ Բնակելի տան կառուցապատման համար հողի նշանակությունը միանշանակ պետք է լինի բնակելի կառուցապատման։ Եթե ձեր հողամասը այլ նշանակություն ունի, դա խնդիր չէ, որովհետեւ հնարավոր է նրա նշանակությունը փոխել ամենաառաջի քայլերից մեկում։ Քայլ երկրորդ՝ էսքիզային նախագիծ եւ նախագծման թույլատվություն։ Այստեղ շատ կարևոր բան կա։ Ուղղակի ինտերնետից ինչ-որ նկար քաշել, ինչ մոտավոր նախագիծ անել եւ տանել քաղաքապետարան կամ համայնքապետարան եւ պահանջել, որպեսզի ձեզ տան նախագծման թույլատվություն, նույն ինքը ճարտարապետահատակագծային առաջադրանք, անհնար է։ Ինչ էլ հավես ունեք։ Պետք է լինի լիցենզավորված կազմակերպություն կամ արտոնագիր ունեցող ճարտարապետ։ Այդ փուլում, երբ որ ճարտարապետի հետ հասկանում եք, թե ինչ տուն եք ուզում, ինչ հատակագծով, ինքը անում է էսքիզային նախագիծ եւ Urban-EM համակարգով մուտք է անում, որպեսզի ստանաք նախագծման թույլտվությունը։ Շատերը առնչվում են այն խնդրի հետ, որ ծանոթ չեն այդ համակարգին եւ չգիտեն ինչպես օգտվել։ Այս պարագայում մեր ճարտարապետը նույնպես կարող է ձեզ օգնել։ Այստեղ բոլորի համար շատ լավ լուր ունեմ։ Հունիսի 1-ից սկսում է գործել այն օրենքը, որ նախագծման թույլտվությունը ավտոմատ կերպով դուք ստանում եք, նույնիսկ եթե համապատասխան աշխատողը չի հասցրել դիտարկել ձեր դիմումը, ինքնաշխատ տարբերակով 7 օրվա ընթացքում դուք կստանաք պատասխան։ Պետք է ուղղակի վստահ լինել, որ ձեր ճարտարապետը գիտի ինչ է անում եւ բոլոր թղթերը կազմել է ճշգրիտ։ Երբ որ ունենք արդեն նախագծման թույլտվություն, անցնում ենք նախագիծ փուլին, աշխատանքային փաստաթղթերի մասին է խոսքը։ Այս փուլը իր մեջ պարունակում է արդեն ճարտարապետություն, կոնստրուկտիվ լուծումներ, հնարավոր է նաև ինժեներական լուծումներ, ամբողջովին ցանկը դուք կարող եք գտնել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում համար 596։ Ամեն դեպքում հղումը կդնեմ նկարագրության բաժնում կամ կոմենտներում։ Եվ այստեղ էլ շատ կարևոր է, որպեսզի ճարտարապետը ունենա արտոնագիր եւ կոնստրուկտորը նույնպես։ Այլ պարագայում շինթույլտվությունը ձեզ պարզապես չեն տրամադրի։ Կարծում եմ բոլորի մոտ հարց ծագեց, որ պետք է խոսենք հիպոթեկային վարկի եկամտահարկի վերադարձի մասին, բայց խոսում ենք ինչ-որ շինթույլտվությունների, նախագծային թույլտվությունների մասին, բայց առանց մեկի մյուսը պարզապես անհնար է։ Երբ որ արդեն ստացել ենք շինթույլտվություն, այդ պարագայում գնում ենք բանկ եւ ստանում ենք մեր վարկը։ Հիմա ավելի մանրամասն կխոսենք, թե ոնց ավելի ճիշտ դա կազմակերպել։ Հիմնականում շատերը հենց այս տրամաբանությամբ են շարժվում, որովհետեւ բանկի աշխատողներն ասում են, դե շինթույլտվությունը կունենաս, կբերես, կդիտարկենք։
Դա սխալ մոտեցում է, որովհետև պարզապես մեծ ժամանակի կորուստ է ներկայացնում։ Ավելի ճիշտ կլինի, երբ որ ունենք արդեն նախագծման թույլտվություն, այդ պարագայում դիմել բանկ նախնական վարկավորման տրամադրման համար։ Այդ փուլում բանկային մասնագետները կատարում են ձեր գույքի գնահատումը եւ ֆիքսում են, որ ձեր գույքի արժեքի 70%-ի չափով կարող են ձեզ տրամադրել վարկ։ Շատ կարևոր է նշել, որ գումարը դուք չեք ստանում միանգամից, այլ փուլային։ Դա կարևոր է նրա համար, որ դուք պետք է անեք շինարարության մի մասը, ցույց տաք արդյունք եւ ստանաք գումարի հաջորդ փուլը։ Եվ ձեր համար է դա ռիսկերից խուսափելու տարբերակ եւ բանկի։ Շատ կարևոր բան։ Վարկը ձեզ կարող են տրամադրել նույնիսկ մինչև շինթույլտվություն ստանալը։ Դա կախված է բանկի մասնագետի առաջարկից։ Եվ խորհուրդ ենք տալի այդպես չանել, քանի որ կարող են լինել ֆորս մաժորային տարբերակներ, երբ որ ձեզ շինթույլտվությունը չեն տրամադրի, բայց վարկային ծանրաբեռնվածությունը դուք արդեն կունենաք։ Այս պարագայում դա ժամանակի խնայողություն չէ, այլ ռիսկերի մինիմալիզացման տարբերակ է։ Եվ այս փուլում Tooncraft-ի մասնագետները ձեզ կարող են շատ օգնել, որովհետև տիրապետում են բոլոր փուլերի ճիշտ անցման ձևաչափին։ Եթե ամեն ինչ ճիշտ է ձևակերպված, դուք կարող եք վերադարձնել ամսական 250,000 դրամ, որը վճարել եք տոկոսի դեպքում։ Վճարը իրականացվում է եռամսյակը 1։ Դու վճարում ես բանկին տոկոս, պետությունը քեզ վերադարձնում է այդ վճարված տոկոսը։ Կան շատ կարևոր պայմաններ։ Այդ օրենքը գործում է մինչև 01/01/27 թիվ Երևանի հարակից մարզերում, իսկ ամենալավագույն տարբերակով շինթույլտվության ստացումը տևում է 2-ից 3 ամիս։ Դա էսքիզային նախագիծ, նախագծման թույլատվության ստացում, աշխատանքային փաստաթղթերի կազմում, շինթույլտվության ստացում եւ նոր արդեն վարկավորում։ Ի դեպ, հողի վաճառողները նույնպես գիտեն դրա մասին։ Ուստի այդ ժամկետից հետո նրանց հողերի նկատմամբ հետաքրքրվածությունը բավականին նվազելու է։ Այս պարագայում խորհուրդ եմ տալի եւ գնորդին, եւ վաճառողին գալ կոմպրոմիսային լուծման։ Շինարարության ավարտից հետո պետք է ճիշտ ձևակերպել տունը, ստանալ սեփականության վկայական եւ միայն այդ պարագայում տունը դառնում է ակտիվ։ Հիմա կպատմեմ, թե ինչպես խնայել ժամանակ եւ գումար, ինչպես որ խոստացել էի վիդեոյի սկզբում։ Երբ որ ունեք հողը, խորհուրդ եմ տալիս զրուցել բանկի մասնագետի հետ, որպեսզի նա ձեզ մանրամասը ներկայացնի, թե ինչ մեթոդով է վարկավորվելու։ Եվ այդ պարագայում դուք վստահ լինեք, որ ձեզ հաստատ վարկը կտրամադրեն։ Երբ կա այդ վստահությունը, պատվիրում եք էսքիզային նախագիծ համապատասխան ճարտարապետի մոտ։ Էսքիզային նախագիծը ստանալուց հետո մուտք եք անում ճարտարապետը հատակագծային առաջադրանք ստանալու համար, նույն ինքը նախագծման թույլտվություն։ Այդ ժամանակ զուգահեռ կատարում եք գույքի գնահատում եւ բանկի սկզբնական հարցում, որը կլինի արդեն փաստաթղթավորված։ Այդ պարագայում կստանաք լիարժեք ցանկ, թե ինչ փաստաթղթեր են ձեզ անհրաժեշտ, որպեսզի վարկ տրամադրեն։ Եվ մինչ ստանում եք շինթույլտվություն, զուգահեռ հավաքում եք բոլոր փաստաթղթերը։ Բոլոր փաստաթղթերը ստացաք, շինթույլտվությունը գցեցիք, մուտք արեցիք բանկ, ստացաք առաջի տրանշը։ Եվ մի կարևոր բան էլ, նախնական հարցում շինարարների կողմից գնային առաջարկ ստանալու համար կարող է այդքան էլ ռեալիստիկ չլինել, քանի որ շինթույլտվություն ստանալ, ինչպես որ նշել էին, կարող է տևել մինչ 3 ամիս։ Մեզ բոլորից հայտնի է, որ տարածաշրջանում կատարվում են ինչ-որ անհասկանալի քաոսային իրավիճակներ եւ սահմաններ են փակվում, բացվում, նյութեր են ճանապարհներին մնում եւ այլն։ Եվ օրինակ այսօրվա ստացած գնային առաջարկը 3 ամսից կարող է լինել լիարժեք ուրիշ գնային առաջարկ։ Խորհուրդ եմ տալիս շինարարի հետ քննարկեք նաեւ դա, որպեսզի ֆիքսեք արժեքը, որով որ նրանք ձեզ հետ պետք է համագործակցեն, որպեսզի 3 ամիս հետո, երբ որ գումարը ունեք եւ պետք է սկսեք շինարարությունը, նոր սյուրպրիզների առաջ չկանգնեք։ Եթե մտածում ես սեփական տան կառուցման մասին կամ ներդրումային ծրագիր ես ուզում իրականացնել, գրի մեկնաբանություններում որտեղ է քո հողամասը եւ մենք կուղղորդենք թե ինչպես ճիշտ սկսել, որպեսզի չկորցնել ժամանակ, նервեր եւ գումար։ Անպայման բաժանորդագրվեք այս ալիքին, միացեք մեր Instagram-յան էջին, որովհետև մենք շարունակելու ենք այս վիդեո շարքը կարկասային տների, տեխնոլոգիաների, նյութերի գնագոյացության մասին։ Մինչ նոր հանդիպում։